Ուրեմն հարգելի իմ դիտորդ, քանի որ ես շատ հետաքրքրասերն եմ, ես չէի կարող բաց թողնել այն հարցը, թե ինչու ՔՊ-ից հեռացավ կամ ազգային ժողովից հեռացավ Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը ուրեմն աջեղջյուրի նշանի տակ է ծնվել, իր ասցենդենտը գտնվում է առյուծ նշանի տակ և տեսնում ենք մենք ռետրոգրադ մոլորակի դիրքը դեպի առյուծ նշան։ Տեսնում ենք առաջին տունը իրան, Սատուրնը և Լուսինը և Նեպտունը միատեղ։ Տեսնում ենք նաև Վեներան կույսում։ 9-րդ տանը մենք ինչ ունենք, մենք ունենք աղեղնավոր նշանը և ունենք կոնֆլիկտային ասպեկտներ առաջին և 4-րդ տան մեջ։ Եկեք վերցանենք այս քարտեզը և տեսնենք ինչա ասում մեզ։ Ուրեմն հորար քարտեզը ես ստացել եմ գիշերը 12:18 րոպեին, հարցը տվել է հուլիսի 8-ին։ Եվ եթե մենք նայում ենք քարտեզում Լուսնի և Սատուրնի դիրքը, որը գտնվում է առաջի տանը, խոյի մեջ, խոսում է սահմանափակումների և ծանր պարտավորությունների մասին։ Մարսը և Ուրանը գտնվում են ցուլ միացման մեջ, ցուլի տանը։ Մարսը ցուլում թույլ նշան է և արտաքսման մեջ է համարվում, իսկ Ուրանի հետ միացումը հուշում է հանկարծակի, անկանխատեսելի ֆինանսական կամ նյութական փոփոխությունների կամ կտրուկ քայլերի մասին, ինչը որ մենք տեսանք։ Արեգակը, Վեներան և Յուպիտերը գտնվում են Խեցգետին նշանում 4-րդ տանը։ Պլուտոնը ետ ընթաց գտնվում էր 10-րդ տանը Գագաթին, և դա կոչվում է Միդհևեն, աջեղջյուր նշանում, ինչը մատնանշում է կարիերայի կարգավիճակի, հանրային դիրքի, արմատական տրանսֆորմացիայի կամ պաշտոնական դիրքի կորուստի մասին։ Եթե մենք աստղագիտությունից դուրս նայենք իրական քաղաքական համատեքստը, մենք հասկանանք, որ 2026 թվականի հուլիսի սկզբին խորհրդարանական ընտրությունների Սա ձայնել փակենք, որ մեզ էլ հանգար չխանգարեն։ Հուլիսի սկզբին խորհրդարանական ընտրություններից հետո Ալեն Սիմոնյանը պաշտոնապես հայտարարեց, որ չի վերցնում պատգամավորական մանդատը և չի լինելու նոր խորհրդարանում։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության արժանախագահի պաշտոնում նրա փոխարեն առաջադրվեց Ռուբեն Ռուբինյանը, նա թեկնածությունը, թեև Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ենթարկվում է թիմի որոշմանը և պարզապես ցանկանում է հանգստանալ, և քաղաքական դաշտում դա դիտարկվեց որպես ներիշխանական վերադասավորումների և ազդեցության կորստի արդյունք։ Եթե նայում ենք իմ կազմած քարտեզում, ապա 10-րդ տան և 11-րդ տան կարիերա, իշխանություն, թիմ, կուսակցություն, պարզ երևում է տիրակալների փոխհարաբերությունները։ Հիմա անդրադառնանք բում պատճառին, և այստեղ հնչեցին բառաբանները, թմբուկները։ Բում պատճառը ներիշխանական ճնշումն է, դիրքերի կորուստը և թիմի կողմից մերժված լինելը։ Կարիերայի և դիրքի փլուզում 10-րդ տուն։ Կարիերան ու պաշտոնը խորհրդանշող 10-րդ տան գագաթին գտնվում է Պլուտոնը։ Սա աստղաբանության մեջ ամենաագրեսիվ մոլորակն է, որը խորհրդանշում է իշխանության արմատական անդառնալի կորուստ, դիրքերի տապալում և մահ տվյալ կարգավիճակին։
Եթե մենք նայում ենք կուսակցության տունը 11-րդում, պատասխանատու է ուրեմն ՔՊԻ համախոհների թիմի համար։ Այդ տան տիրակալը Ուրանն է, որը գտնվում է երկրորդ տան եւ միացված է Մարսին։ Մարս-Ուրան այս կտրուկ միացումը ցուլում ցույց է տալիս, որ կուսակցության ներսում եղել է հանկարծակի կոնֆլիկտային եւ ագրեսիվ ընդվզումներ իր հանդեպ։ Երբ նա ուրեմն փակ քվեարկությամբ ստացավ վարչության ընդամենը 5 կողմ ձայն։ Անձնական ճնշվածություն եւ անկում առաջին տուն Ալեն Սիմոնյանի խորհրդանշող առաջին տանը գտնվում է Լուսինն ու Սատուրնը։ Սատուրնը խոյում գտնվում է իր անկման կարգավիճակում, ինչը նշանակում է, որ Ալեն Սիմոնյան անձը հայտնվել է խիստ սահմանափակված ճնշված պայմաններում, զրկվել է իր նախկին ազդեցությունից եւ ստիպված է եղել ընդունել թիմի պարտադրած խաղի կանոնները։ Ես ձեզ կարճ ասեմ, հանգստանալ է ճակերտավոր, հանգստանալ չէր է, այլ կուսակցության ներսում հասունացած կտրուկ դիմադրությունը Մարս-Ուրան եւ իշխանական լծակների բռնի վերահսկողություններ Պլուտոնի 10-րդ տունն է դա հուշում, որոնք նրան դուրս մղեցին խաղից։ Եթե քարտեզը ավելի խորն ենք ուսումնասիրում, քարտեզը հստակ ցույց է տալիս, որ կան Ալենի թիկունքում ուրիշ խաղացողներ եւ որ Ալեն Սիմոնյանը միանալու է ուրիշ խաղացողների հետ եւ սկսելու է լրիվ ուրիշ գործընթաց։ Եվ այդ քայլն արվել է այդ ուրիշ ուժերի կողմից, որոնք նախորոք զգացել են Ալեն Սիմոնյանի հետ կապված վտանգները, եւ դա օգտագործվել է որպես պաշտպանություն։ Վտանգի զարգացում եւ փախուստ Ալեն Սիմոնյանին խորհրդանշող Լուսինը առաջին տանը միացած է Սատուրնին։ Սատուրնը վախի, ճնշման եւ ծայրահեղ վտանգի մոլորակ է։ Լուսինն ու Սատուրնը այս միացումը ցույց է տալիս, որ նա գործել է հոգեբանական մեծ տագնապի, սպառնալիքների եւ անկայուն քշված լինելու զգացողության ներքո։ Դուրս գալը եղել է միակ ելքը ավելի մեծ հարվածից խուսափելու համար։ Վախեցել է Պլուտոնի ոչնչացնող ազդեցությունից։ Իսկ Պլուտոնը ինչա, ով է? Պլուտոնը ինքը մահվան մոլորակն է։ Եթե նայում ենք արդյոք միացել է ուրիշ խաղացողների, ապա դա մեզ հուշում է քարտեզի 4-րդ տունը։ Գաղտնի ապաստան կամ նոր հիմքեր։ Գտնվում է ուժեղ կուտակում ունեցող Արեգակ, Վեներա եւ Յուպիտեր խեցգետնի նշանում։ Լուսինը իր հիմնական մոլորակը շարժում է հենց դեպի այդ տուն, որտեղից նշեցի վերևից ռետրոգրադ դիրքը դեպի խեցգետնի նշան։ Հենց դեպի այս տուն է գնում եւ այս մոլորակներին է միանում։ Սա նշանակում է, որ նա հին թիմից 11-րդ տնից դուրս գալուց հետո գնացել է դեպի ուրիշ, ավելի ազդեցիկ ու ավելի հովանավորող խաղացողների խումբ, ինչի ավելի, որովհետեւ Յուպիտերը ինքը փրկող, օգնող, հովանավորող մոլորակ է։ Յուպիտեր, Արեգակ, որոնք նրան առաջարկել են անվտանգության երաշխիքներ եւ նոր թիկունք։ Եթե նայում ենք էլ ավելի խորար քարտեզին, ապա քարտեզը լիովին հաստատում է, որ նա ունի լուրջ փաստեր եւ կոմպրոմանտներ, որոնք հետագայում կարող է օգտագործվել ում դեմ, թողնում եմ ձեզ, դուք էլ կարող եք կռահել։ Գաղտնի տեղեկության տիրապետում 8-րդ տուն։ 8-րդ տունը աստղաբանության մեջ պատասխանատու է գաղտնիքների, թաքնված ինֆորմացիայի եւ մահացու զենք հանդիսացող կոմպրոմանտների համար։ Այս տան տիրակալը Մարսն է, որը երկրորդ տանը միացած է Ուրանի հետ։ Սա նշանակում է, որ Ալեն Սիմոնյանի ձեռքում կա պայթունավտանգ,
և հանկարծակի հարված հասցնող տեղեկություն, ուրան, որը նա պահում է որպես իր նյութական և ֆիզիկական անվտանգության, անձեռնամխելիության երաշխիք երկրորդ տուն։ Գաղտնի զենքի ուղղվածությունը իշխանության դեմ և ասպեկտները Ուրան, Մարս, այս միությունը քարտեզում քառակուսի է կազմում, և սա այն կոնֆլիկտային ասպեկտն էր, որը ես ցույց տվեցի, և այն ունի 4-րդ տան գտնվող Արեգակի հետ, որն այս քարտեզում խորհրդանշում է երկրի ղեկավարին։ Սա ուղղակի ցույց է այն բանի, որ նրա ձեռքի տակ եղած գաղտնի փաստերը հենց վերևների դեմ օգտագործելու համար են։ Ինքնապաշտպանության երաշխիքներ, քանի որ առաջին տանը իր անձը Լուսինը ծանրացած է Սատուրնով, ճնշում, վտանգ, այդ փաստերի առկայությունը նրա միակ ապահովագրությունն է, որպեսզի իր դուրս գալուց հետո իրեն կամ իր ընտանիքին ամբողջությամբ չոչնչացնեն քաղաքականապես կամ իրավականորեն։ Նա այդ փաստերը պահում է որպես զսպաշապիկ, ով է հաջորդ ՔՊ լքողը։ Այս հորար քարտեզը ցույց է տալիս, որ քաղաքացիական պայմանագրից դուրս կգա հաջորդը, պատգամավոր կամ նախարար, և մի ֆիգուր, ով ունի բավականին բարձր դիրք, սակայն այս պահին գտնվում է խիստ թիրախավորված և հոգեբանորեն ճնշված վիճակում, և մեծ հավանականությամբ նա կին է։ Որովհետև կանացի մոլորակի թիրախավորումը 11-րդ տան կուսակցության ներսում հասունացող հաջորդ պայթյունը ցույց է տալիս Վեներա մոլորակը, որը գտնվում է 4-րդ տանը կուսակցության թիկունքային խոհանոցում։ Վեներան աստղաբանության մեջ ավանդաբար խորհրդանշում է կնոջ։ Իհարկե, տեսեք, կարա ցուլ նշանի տակ ծնված օրինակ տղամարդ լինի և իր մոլորակը դարձյալ Վեներան լինի, բայց հորար քարտեզում հստակ հուշում է, որ պետք է հաջորդը լինի կին մեծ հավանականությամբ։ Կոնֆլիկտը և ճնշումը այս Վեներայի քարտեզում սեղմված է Արեգակի, առաջնորդի և Յուպիտերի արանքում, ինչը նշանակում է, որ այդ կինը գտնվում է վերևների կողմից խիստ վերահսկողության և չափից ավելի մեծ պահանջների տակ, բայց այդ երկրորդ տանից Մարսն ու Ուրանը, ագրեսիվ և հանկարծակի հարվածների մոլորակները քառակուսի կոնֆլիկտային ասպեկտ են տալիս հենց այդ կետին։ Սա նշանակում է, որ նրա դեմ ևս պատրաստվում են կտրուկ հանկարծակի տեղեկատվական կամ քաղաքական հարված, ինչպես որ եղավ Ալեն Սիմոնյանի դեպքում։ Եվ սա ինչպես է նկարագրելու երկրի ղեկավարը, որ ինքը թարմեցնում է իր կազմը, զտում է, մաքրում է ավելի շնորհալի, ավելի բանիմաց, ավելի փորձառու մարդկանց է ներգրավելու, ուստի ազատում է պաշտոններից կամ ազատվում են պաշտոններից։ Վեներան գտնվում է Խեցգետնում, որը նշանակում է սեփական կաշին ու անվտանգությունը փրկելու տուն, ընտանիք վերադառնալու ձգտում։ Այս անձը ևս հասկանում է, որ թիմում ռեսուրսները սպառված են, և հաջորդ հարվածը հենց իրենն է լինելու։ Եթե հաշվի առնենք 2026 թվականի հունիս-հուլիս հետընտրական իրավիճակը, երբ Փաշինյանը հայտարարեց, թե թիմում անկարգապահ և ցածր վարկանիշ ունեցողներ կան, և դրանց մաքրելու մասին, աստղաբանական այս պատկերը ամենամեծ հավանականության մատնանշումն է գործադիր կամ օրենսդիր թևի ազդեցիկ կանանցից մեկի, օրինակ, լավ չեմ ասի, բայց անունը Այ-ով ա սկսվում, և հնարավոր է, որ հաջորդը ինքը լինի։ Ում է միացել Ալեն Սիմոնյանը։ Երկրի ներսում գործող ազդեցիկ ստվերային, ֆինանսատնտեսական վերնախավին օլիգարխիային և ուժային որոշ կառույցների ներկայացուցիչներին, և դրա մասին գիտի իր
նախքին ղեկավարը։ Այո, գիտի եւ են էլ ոնց գիտի, հստակ գիտի։ Ում է միացել Ալենը, քամուց քշվածը, խոշոր կապիտալ եւ ֆինանսական ազդեցություն, երկրորդ եւ չորրորդ տները ակնհայտորեն ցույց են տալիս Ալեն Սիմոնյանին խորհրդանշող լուսինը քարտեզում գտնվում է դեպի չորրորդ տուն, թիկունք, ապաստան, որտեղ գտնվում է Յուպիտերը, մեծ բարերար, մեծ փողեր, ազդեցիկ հովանավոր մոլորակը։ Այս Յուպիտերը կապված է երկրորդ տան նյութական ռեսուրսների Մարս-Ուրան հզոր միացության հետ։ Սա հուշում է, որ նոր դաշնակիցները երկրի խոշոր բիզնես վերնախավի օլիգարխային ներկայացուցիչներն են եւ ուժային լծակներ ունեցող անձինք, ովքեր նրան տվել են նյութական ու անվտանգության անձեռնամխելիության երաշխիք։ Արեգակի բացարձակ վերահսկողություն չորրորդ տուն։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին խորհրդանշող Արեգակը գտնվում է նույն չորրորդ տանը եւ այրում է իր կողքին գտնվող մոլորակները։ Սա նշանակում է, որ երկրի ղեկավարը լիովին տիրապետում է իրավիճակին, տեսնում է բոլոր գաղտնի շարժերը եւ հստակ գիտի, թե ում հետ ինչպես վարվի եւ ում հետ է միացել հենց ինքը Ալեն Սիմոնյանը։ Փոխադարձ զսպում, քանի որ Արեգակը եւ Յուպիտերը, Նիկոլը եւ Ալեն Սիմոնյանի հովանավոր Յուպիտերը գտնվում են նույն նշանում խեցգետին, նրանց միջև կա լուր համաձայնություն կամ բացահայտ պատերազմի չգնալու պայմանավորվածություն։ Նիկոլը գիտի այդ միության մասին, բայց քանի դեռ Ալենի ձեռքին կա փաստեր 8-րդ տան Մարս ուղիղ հարված չի հասցնում իրեն։ Մենք տեսնենք, թե հորար քարտեզի աստղաբանական տվյալներով այս նոր դաշինքը չի պատրաստվում անմիջապես կամ բացահայտ հարձակման անցնել։ Այն այս փուլում ունի զուտ պաշտպանական եւ սպասողական բնույթ, սակայն գաղտնի հարվածի պահը հասունանալու է մի քանի ամսից, ինչպես որ նշել էի։ Պաշտպանական դիրքավորում, խեցգետին նշան, այն տունը չորրորդ տունը, որտեղ ձևավորվել է Ալենի եւ նոր հովանավորների դիրքը գտնվում է խեցգետնի մեջ, խեցգետինը աստղաբանության մեջ ամենապաշտպանողական, զգուշավոր իր պատյանի մեջ քաշվող նշանն է։ Սա նշանակում է, որ նրանց առաջնային նպատակը սեփական կապիտալը, անվտանգությունը եւ դիրքերի պահպանելն է այս պահին, այլ ոչ թե բացահայտ պատերազմ հայտարարելը։ Գաղտնի հարվածի հասունացում Մարս-Ուրան անցումը, թեև դաշինքը հիմա պաշտպանում է երկրորդ տանից Մարս եւ Ուրան մոլորակների կոնֆլիկտային ասպեկտը Արեգակի Նիկոլի վրա ցույց է տալիս, որ գաղտնի թիկունքային հարվածը պատրաստվում է։ Աստղաբանական հաշվարկով աստիճանների տարբերությամբ այս դաշինքը սպասում է Նիկոլ Փաշինյանի դիրքերի բնական թուլացմանը կամ երկրում ներքաղաքական նոր ճգնաժամին, որը կհասունանա 3-ից 4 ամիս, եթե գնում ենք 3-ից 4 ամիս, մայիս ամսվա իմ կանխատեսումը աշնան նոյեմբեր, դեկտեմբեր, հոկտեմբերից սկսած լրիվ համընկնում է այս նշված 3-4 ամսվա տվյալներին։ Եթե կարճ ասելու լինեմ, բաց այդ պատերազմ հիմա չի լինի, կողմերը պահում են լուր չհարձակման պայմանագիր, միայն ուրեմն միմյանց վրա, քանի որ ունեն լծակներ եւ փաստեր։ Եթե մենք նայենք իմ կանխատեսումը մայիս ամսին, նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա համար, որ նշել էի, որ ԿՊ-ն քայքայվելու է ներսից, ապա պետք է ասենք, որ պրոցեսը արդեն սկսվել է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներսից քանդվում եւ կորցնում է երբեմնի իր ամրությունը, ներքին պայթուն եւ կոնֆլիկտ 11-րդ տուն։ Կուսակցության եւ թիմի համար պատասխանատու 11-րդ տան տիրակալը Ուրանն է, որը գտնվում է երկրորդ տանը եւ ճշգրիտ միացում է կազմում Մարսի հետ։
Մարս-Ուրան միացությունը աստղաբանության մեջ խորհրդանշում է պայթուն, հեղափոխություն, կտրուկ կապերի խզում և անկառավարելի քաոս։ Սա ցույց է տալիս, որ ՔՊՆ-ն այլևս միասնական թիմ չէ, այն բաժանված է թշնամացող խմբավորումների, որոնք պատրաստ են ցանկացած պահի հարվածել միմյանց։ Ազդեցությունը կլինի անդառնալի, քանի որ 10-րդ տուն իշխանության տունը Պլուտոնը փաստում է, որ կուսակցության կառավարման համակարգը հասել է իր տրանսֆորմացիոն գագաթնակետին, ճգնաժամին, սա հին համակարգի մահվան փլուզման դասական ցուցիչն է։ Առնետավազքի սկիզբը, մեկնարկը արդեն տված է և կոճակը արդեն սեղմված է։ Քարտեզում 4-րդ տան, ապաստարան, թիկունք, կուտակումը և առաջին տան լուսնի շարժը դեպի այդ կետը հուշում է, որ թիմի առանցքային դեմքերն արդեն մտածում են ոչ թե կուսակցության գաղափարների, այլ սեփական կաշին և ֆինանսների երկրորդ տուն փրկելու և ավելի անվտանգ տեղեր վերադառնալու համար։ Եվ մնացածը արդեն ես ձեզ ասել եմ, ռեսուրսների վերջնական սպառում կլինի, որովհետև Մարս-Ուրան պայթունավտանգ միացումը հուշում է, որ իշխանության կորստի գլխավոր կատալիզատորներից մեկը լինելու է հանկարծակի տնտեսական կոլապսը կամ խոշոր ֆինանսական սկանդալը, որը թիմը չի կարողանալու կոծկել, թաքցնել։ Մեզ շատ հետաքրքիր իրավիճակներ է սպառվում և եթե մենք նայում ենք հորար քարտեզը, որը ավելի խոսուն է, ավելի շատ բան է ասում, ապա պետք է ասեմ, որ այդ փաստերը, այդ բոլոր ձայնագրությունները, այդ գործարքները, դռների ետևում կուլիսային համաձայնությունները, պատերազմ, հողերի հանձնում, Շուշիի կապիտուլյացիա, բենզինի այսպես պայթուն և այլը, և այլը, և այլը, մենք սպասենք, որտև դա բոլորս ենք տեսնելու։ Իհարկե հնարավոր է և նաև որոշակի բաներ թաքցնեն երկրում խոշոր ագրեսիա չառաջացնելու կամ վտանգներից խուսափելու համար, որտև եթե ամեն ինչ դրվի բաց սեղանին, չգիտես ինչա տեղի ունենալու, քաոս չէ, ռումբա տրաքելու, ատոմային ռումբա տրաքելու, ուստի կարծում եմ այստեղ կշրջանցեն և ավելի կոռեկտ կմոտենան փաստերին։ Գործը կտեղափոխվի իրավական դաշտ, պարտադիր կլինեն և սահմանափակումներ, կլինեն և խայտառակություններ, խայտառակ այսպես նյութեր, և մենք կիմանանք ամեն ինչ, իհարկե այն չափով, ինչքան որ կարող են մեզ մատուցել, որպեսզի խուսափեն հետագա ժողովրդի ագրեսիայից, վտանգից, այստեղ մի խաղացող չի, պատկերացրեք մի ողջ այսպես համակարգ կարող է հայտնվել պայթունավտանգ իրավիճակում, կտեսնենք իրական թշնամիներին, իսկ ես ասեմ, որ Գագիկ Ծառուկյանին, այսպես որ նկարել են, այդ հաղթանդամ, այդ հսկա աժդահամարդուն ձեռքերը այսպես ոլորելով, գետին գցելով, տանելով, նա ինքան առաքին իրան պահեց, որ դուրս գալուց ժպտաց, հավաքեց իր ողջ ուժերը և նույնքան հպարտությամբ և նույնքան պատվով պատասխանեց, թե ինչա տեղի ունենում։ Շատ նույնիսկ ցավ ապրեցի այդ կենդանուն, թե ինքը իր ձեռքի մեջ ոնց է պահել մեծացրել և հիմա քնել է ու այլևս չի արթնացել։ Ինչ ասեմ։ Լինենք հետևողական, ես միշտ կտամ այսպես պրոգնոզներ, կխոսեմ, երբ որ իրավիճակը հասունանա, երբ որ հասկանամ, որ կարիք կա նորից լուսաբանելու, իսկ դուք նայեք Հայաստան և գլոբալ հարցեր, նայեք իմ փլեյլիստում օրինակ բացահայտումներ, և դուք կտեսնեք, որ ես այս մասին խոսել եմ մայիս ամսից։